Եվ երրորդ հարցը դուք քիչ առաջ խոսեցիք Ռուսաստանի հետ փայլուն նորմալ հարաբերությունների մասին, ասում եք, որ իրական է, արդյոք այս գործընթացը, ուրեմն ինչ ես վարկեցի, այս քրեական գործը եւ այն բնույթները, որ դուք եք քննեցնում մտերմության հետ կապված, սա արդյոք հենց հարաբերությունների ճգնաժամի մասին չի փաստում եւ առհասարակ ձեր գնահատները ինչպես այն կանդրադառնան հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Ինչ վերաբերում է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, ես ձեզ ուրիշ օրինակ բերեմ, ասենք օրինակ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները։ Մինչև հիմա մենք ավիացիոն սև ցուցակում ենք։ Եվ մեզ չի հաջողվում դուրս գալ ավիացիոն սև ցուցակից, դա նշանակում որ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունում ճգնաժամ կա, չի նշանակում։ Ես հասկանում եմ, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները ճգնաժամ հարուցելու ցանկություն ունեցողների թիվը բավականին մեծ է եւ Հայաստանում եւ Ռուսաստանում։ Բայց ես ինչպես ասել եմ, մենք Ռուսաստանի հետ չենք միջելու, առավելևս չենք կռվելու, որտեղ դա անլուրջ է։ Հայաստանը իր մասշտաբներով Ռուսաստանի գերտերությունը, որին պետք է վերաբերվել հարմոնքով եւ մենք վերաբերվում ենք հարմոնքով։ Եվ Ռուսաստանի շահերին ենք վերաբերվում հարմոնքով։ Ես նախկինում ասել եմ, ելի ասում եմ, որ Հայաստանը երբեք ներգրաված չի եղել հակառուսական գործողությունների մեջ, ներգրաված չի եւ ներգրաված չի լինելու։ Ես ձեզ նախորդ բրիֆինգի ժամանակ պատվեցի մի դրվագ, որ պաշտոնական բանակցությունների ժամանակ ասվեց, որ Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունների, Հայաստանի Եվրամիության հարաբերությունները վնաս է հասցնում Ռուսաստանի շահերը, ես խնդրում եմ մի օրինակ բերեք։ Երկու անգամ հարցը կրկնել եմ եւ ոչ մի օրինակ հնարավոր չի եղել բերել, որովհետեւ չկա այդպիսի օրինակ։ Ասում եմ, որ Ուկրաինայի նախագահը եկել է Հայաստան, կներեք, իսկ ինչու պետք չի գար Հայաստան։ Ինչի որ Հայաստան-Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մեջ էր, Ադրբեջանի նախագահը չէր գնում Ռուսաստան։ Կամ Ռուսաստանի նախագահը չէր գնում Ադրբեջան։ Çünkü մենք ասենք եղել է տես դեպքի, որ մենք ասենք ինչի է այն ժամանակ, երբ որ Հայաստանը Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մեջ էր։ Եղել է տես բան, որ մենք ասենք ինչի է Ադրբեջանի նախագահը գնում Ռուսաստան կամ Ռուսաստանի նախագահը գնում Ադրբեջան։ Այսինքն ինչ մենք հարաբերությունները պետք է մանավանդ ես դեռ 2022 թվականին ասել եմ, որ մենք Ուկրաինայի հետ կապված հարցերում այն ժամանակ հապկում մեր գործունեությունը նույնիսկ սառեցված չէր։ Ես ասում եմ, որ Ուկրաինայի հարցում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չի։ Շատ բարձր տրամաբանություն է, ի՞նչն է պրոբլեմը։ Ինչի պետք է Ուկրաինայի նախագահը չկար Հայաստան։ Ինչն է խնդիրը։ Էլ եմ ասում, որ առնվազն այնքան, ինչքան մեր կոնֆլիկտի ժամանակաշրջանում Ադրբեջանի նախագահը քանի անգամ է գնացել Ռուսաստան։ Կամ Ռուսաստանի նախագահը քանի անգամ է գնացել Ադրբեջան։ Այսինքն դա ինչ բան է, այսինքն ինչ մենք պետություն չենք, Ուկրաինան պետություն չի, Ուկրաինայի ՄԱԿ-ի անդամ պետություն է, Եվրոպական քաղաքական համայնքի անդամ պետություն է։ Արդյոք նույն է ավիացիայի սերտիֆիկատն ու ինչպես դուք եք պնդում պետությունից լրպես գործուղել են դեմ Հայաստանի շահերին գործելու համար։ Գիտեք, ես ուզում եմ ասել, որ Հայաստանը եւ Ռուսաստանը պայմանագիր ունեն միմյանց տարածքում տնտեսական գործունեություն չծավալելու։ Թե խախտվել է պայմանագիրը։ Չգիտեմ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար